Հայտնի եւ սիրված բլոգեր Քրիստինե Մարգարյանը իր Instagram սոցիալական հարթակում սկսել է առավել ակտիվ ու անկեղծ հրապարակումներ անել։ Նա հրապարակել է իր եւ ամուսնու կիսատ լուսանկարը։ Հրապարակմանը կից գրել է «Քիչ մնաց», ապա հրապարակել եւս երկու հոլովակ, որտեղ կիսով չափ երևում է իր սիրելին։ Ապա այս խոստումնալից հրապարակումներից հետո մնացածը վաղը գրառմամբ հետևորդներին ասել է, թե այսուհետ ամուսնու հետ հրապարակումներ առավել հաճախ է անելու եւ պատրաստվում է արդեն ամուսնուն ներկայացնել հանրությանը։ Քրիստինե Մարգարյանն, ինչպես արդեն հայտնի է, իր էջում անձնական կյանքից մանրամասներ չէր հայտնում։ Սակայն նա օրերս իր հետևորդների հետ կազմակերպել է հարցուպատասխան եւ փոքր-ինչ անկեղծացել։ Քրիստինե ջան, ինչի չեք պատմում, ով է ձեր երեխայի հայրը։ Մարդիկ մտածում են, որ դուք էկո կամ… Հետևորդներից մեկի այս հարցին Քրիստինեն պատասխանել է. Ինչ ուզում են թող մտածեն, եթե չեմ ասում, նշանակում է դեռ չեմ ուզում այդ մասին խոսել։ Խնդրում եմ հարգել իմ որոշումը, ի վերջո դա իմ անձնական կյանքն է։ Իրականում տղա երեխան շատ համով բան ա, Քրիս ջան։ Հետևորդի նման դիտարկմանը Քրիստինեն պատասխանել է. Վայ այն մարդուն, ով Աստծո կամքին դեմ կգնա, որովհետև ամեն ինչ նրա կամքով է լինում։ Միշտ խոսակցություն էր եղել տղա ունենալու մասին։ Աստված լսում է ամեն խոսք, ամեն բառ, որ մեր բերանից դուրս է գալիս։ Ու վերջում այն գալիս է այն մարդուն, ով հավատքով է գնում առաջ։ Ինձ թվում է ձեր երեխայի անունը Հովհաննես եք դնելու։ Շատերը գրում են Հովհաննես է լինելու, բայց ոչ, Հովհաննես չէ։ Իհարկե շատ սիրուն անուն է, բայց դա չէ։ Շուտով կասեմ, մենք ընտրել ենք մի անուն, որը շատ սիրուն է ու մեր սրտին շատ մոտ։ Վաղ Քրիստիկ, արդեն լավ ես զգում քեզ, շատ էի վախեցել։ Աշխարհի չափ սիրում եմ քեզ ու մամայիդ։ Այնքան հաճելի է, երբ անծանոթ մարդիկ այսքան ջերմ են խոսում ու իրենց սերը ցույց տալիս։ Բա ես ոնց եմ ձեզ սիրում, դուք ինձ համար արդեն շատ հարազատից էլ ավել եք։ Իսկ հարցին, թե արդեն գնել եք ձեր եւ ձեր բալիկի համար իրեր հիվանդանոց տանելու համար, Քրիստինե Մարգարյանը գրել էր. Կարծում եմ դեռ շուտ է, բայց շուտով միասին կանենք մանկասայլակի անբոքսինգ։ Բլոգերը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի հյուրը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ, գուցե տխուր էր իրականությունն ու ինչ-որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որ տեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել ա։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի ա որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն ա, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վատ զգամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջ։ Բլոգեր Քրիստինե Մարգարյանն օրերս իր Instagram սոցիալական հարթակում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկար։ Քանի որ նա նախկինում անձնական հրապարակումներ չէր անում, լուսանկարը հետևորդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Հատկանշական է նաև նշել, որ հետևորդների քանակը զգալիորեն ավելացավ այն պահից, երբ Քրիստինեն անսպասելիորեն հայտնեց երեխայի սպասելու լուրի մասին։ Քանի որ նա իր էջում ամուսնու հետ հրապարակումներ չէր արել և անձնական կյանքի մեծ մասը հանրությանը անհայտ էր,
Հետաքրքրությունն իր անձի շուրջ էլ ավելի ավելացավ։ Օրերս Քրիստինեն իմացել է նաև երեխայի սեռը։ Նա այս մասին իր էջում հոլովակի տեսքով հայտնել է հետևորդներին, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հեյ, ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, եւ որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ ունում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել եւ շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Այո, սիրելիներս, դե համբուրում եմ, կտեսնվեք։ Հեյ, ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, եւ որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ ունում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել եւ շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Դե համբուրում եմ։ Բարև ձեզ, ոնց են իմ ամենալավ հետևորդներս։ Ես լավ տրամադրությամբ, լավ նորություն եմ իմացել, ես շատ շուստրի եմ, ախր։ Ես չէի կարող ուղղակի չիմանայի, անկեղծ եմ ասում։ Եթե ես ուզում էի իմանալ, ինձանից չէին կարա թաքցնեին նախ իմ ներքին զգացողությունը, ինչ է ես զգում, որ ինչ ա լինելու իմ ճուտիկը, ով ա լինելու։ Շնորհակալություն հայտնեմ իմ երկու բժշկուհիներին, դոկտոր Դոլինյանին եւ դոկտոր Ափյանին, իրանք իմ համար ամենալավն են, ամենահոգատարն են, շատերը տեք հարցնում։ Հիմա իրանց էջը թողնում եմ, իրանց վերաբերմունքը, իրանց ամեն ինչը ինձ շատ է դուր գալիս, ես իրանց շատ եմ սիրում։ Ու ես գիտեմ ինչ է, այստեղ նշում եմ, մինչև օրվա վերջ դուք ասեք, տեսնեմ ով է էլ ճիշտը կրամ, չնայած ես որ արդեն ասել էի,